Ինչ է ինձ տալու ավանդը, եթե ես պարզապես կարող եմ իմ գումարը պահել իմ հաշվին։ Ավանդը ապահովում է բարձր տոկոսային եկամուտ։ Եկանք ամենակարևոր հարցին եւ ամենահուզող հարցին։ Ձեր եկամուտները կանխատեսելի են։ Սա բացառիկ առաջարկ է եւ իսկապես մրցակցային է։ Ինչպես է օգնում ինձ ավանդը իմ երկարաժամկետ նպատակներին հասնելու համար։ Ավանդի ներդրումը գումարի չափից կախված չէ, այն սովորության եւ վարքագծի մասին է։ Ողջույն, այսօր զրուցելու ենք ավանդի մասին Մարինե Գյումուշյանի հետ։ Ողջույն Մարինե։ Ողջույն։ Ինչ է ինձ տալու ավանդը, եթե ես պարզապես կարող եմ իմ գումարը պահել իմ հաշվին։ Ավանդի տարբերություն գումարը ընթացիկ հաշվին պահելու ունի մի շարք առավելություններ։ Առաջինը կուզեմ խոսել բարձր եկամտաբերության մասին։ Ավանդը ապահովում է բարձր տոկոսային եկամուտ, որը թույլ է տալիս ձեր հաշվին եկած գումարները ավելացնել առանց լրացուցիչ ջանքեր կիրառելու։ Մյուսը կանխատեսվող եկամուտն է։ Ավանդը ունի հաստատուն տոկոսադրույք, ինչը խոսում է այն մասին, որ ձեր եկամուտները կանխատեսելի են։ Ի տարբերություն ընթացիկ հաշվին եղած գումարի, որը ապահովում է կամ չափազանց քիչ եկամուտ, կամ եկամուտ չի ապահովում։ Մյուսը ավանդատուների առավելություններն են, սովորաբար մի շարք բանկային ծառայություններ տրամադրվում են անվճար կամ հատուկ սակագներով ավանդատուներին։ Եվ որոշ վարքագծային առանձնահատկություններ, եթե գումարը ձեր ընթացիկ հաշվին է, դուք հակված եք կատարելու ոչ նպատակային եւ երկրորդական գնումներ, քանի որ գումարը անընդհատ տեսանելի է ձեզ։ Ի տարբերություն ավանդի, ընթացիկ հաշվին եղած գումարները ավելի հավանական են, որ կծախսվեն։ Դե դա հաստատ։ Ինչ անել, եթե հանկարծ ինձ պետք է ավանդում պահվող իմ գումարը։ Որոնք են քայլերը։ Մեր ավանդատեսակները կառուցված են այնպես, որ յուրաքանչյուր իրավիճակի համար կա համապատասխան ավանդատեսակ։ Մասնավորապես ճկուն ավանդատեսակը այն դեպքերի համար ենք առաջարկում, երբ ձեզ անհրաժեշտ է անընդհատ պակասեցումներ կատարել ավանդից, այսինքն սա թույլ է տալու ձեզ խուսափել ավանդի վաղաժամկետ ընդհատումներից եւ տոկոսների վերահաշվարկից։ Այնուամենայնիվ, եթե պատկերացնենք իրավիճակ, որ դուք ընտրել եք ավանդատեսակ, որը պակասեցման հնարավորություն չունի, ճկուն չէ։ Այո, ճկուն չէ։ Այս դեպքում եւս մենք ունենք նախատեսած ֆինանսական գործիքակազմ, որը թույլ է տալիս ապահովել ինչպես եկամուտները ավանդի տեսքով, այնպես էլ ֆինանսավորել ծախսերը։ Խոսքը ավանդի գրավող վարկերի մասին է։ Որն է ամենավատ տարբերակը։ Եկեք իրավիճակը նկարագրեմ։ Ձեր ավանդի ժամկետի ավարտին դեռ ունեք 5 ամիս ժամկետ, բայց ձեզ գումարը այս պահին է անհրաժեշտ։ Այս դեպքում լուծումը այն է, որ կամ ավանդային պայմանագիրն ենք խզում, կամ առաջարկում ենք լրացուցիչ ֆինանսավորում հաճախորդին։ Ավանդի գրավող վարկերը առանձնահատուկ են նրանով, որ իրենք տրամադրվում են ցածր տոկոսադրույքով մնացած վարողական վարկերի համեմատությամբ։ Ու ստացվում է, որ դուք եւ պահպանում եք ավանդը եւ լուծում եք ֆինանսական կարիքները։ Եկանք ամենակարևոր հարցին եւ ամենահուզող հարցին։ Արդյոք իմ ավանդը ապահով է, եթե ինչ-որ բան պատահի բանկի հետ։ Հաճախորդների դրամական միջոցների անվտանգությունն ու ապահովությունը բանկի առաջնահերթությունն է։ Եվ ուրախությամբ կարող եմ նշել, որ տարեց տարի ավելի ու ավելի շատ հաճախորդներ են իրենց միջոցները վստահում Էկոբանկին եւ առհասարակ բանկային համակարգում ավելանում են խնայողություններ կատարող հաճախորդները։ Եվ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, պատերազմական, կովիդյան ժամանակաշրջանը արդեն գործնականում ապացուցեց համակարգի բարձր իրացվելիությունը եւ այս տարիների արդյունքում բանկը ձևավորել էր կայուն եւ ապահով բանկի իմիջ, որի արդյունքում մենք չունեցանք ավանդների ծավալների մեծ խզումներ։ Իհարկե եղան հաճախորդներ, որոնք էմոցիոնալ որոշումների հիման վրա խզեցին իրենց ավանդները, բայց այդ հաճախորդները երկարաժամկետ կտրվածքում հետ վերադարձան, քանի որ հիմնարար պատճառներ չկային։ Այս հարցում բանկի կայունությունն ու վստահությունը այն ճանապարհն է, որը ապահովում է ձեր եկամուտները, ձեր դրամական միջոցները ապահով վայրում։ Իսկ այս դեպքում ի՞նչն է ամենից շատ վախեցնում մարդկանց ավանդ դնելուց հետ կանգնելու համար։ Այս պահին առաջարկող ֆինանսական գործիքները թույլ են տալիս ազատություն զգալ դրամական միջոցների նկատմամբ։ Սովորաբար մարդիկ հետ են կանգնում ավանդ դնելուց, վախենալով իրենց դրամական միջոցների նկատմամբ ազատությունը կորցնել։ Սակայն ներկայիս ավանդատեսակները բոլոր հնարավորություններն են ընձեռում գումարը ցանկացած պահի հասանելի դարձնելու։ Հենց սա էլ ճկունությունն է։ Այո։ Ինչքան գումարով արժե ավանդ դնել, եթե ես օրինակ չունեմ մեծ գումար։ Ավանդի ներդրումը գումարի չափից կախված չէ, այն սովորության եւ վարքագծի մասին է։
կայուն, բայց պարբերաբար կատարվող խնայողությունները ժամանակի ընթացքում կուտակվելով ստեղծում են ֆինանսական կայունության զգացում, որը ձեզ թույլ է տալիս երկարաժամկետ հեռանկարում ձեր նպատակները իրագործել։ Ասում են, պետք է խնայել ձեր եկամուտների առնվազն 10-ից 20%-ը եւ առաջինը ինքներդ ձեզ վճարել։ Այս պարագայում ձևավորում եք սովորույթ, որը եւ այստեղ կարևորը կարգապահությունն է։ Կարգապահությունը եւ ֆինանսական տեսանկյունից արդեն ծախսերի ճիշտ պլանավորումը, առաջնահերթությունների սահմանումը։ Մենք ունենք կൂട്ടակային ավանդատեսակ, որը կարող եք ներդնել 50,000 դրամից։ Արդյոք արժե ավանդ դնել արտարժույթով։ Արտաշուտով ավանդի ներդրումը կախված է ձեր սպառման կառուցվածքից եւ այն նպատակներից, որի համար նախատեսում եք ավանդը։ Այսպես օրինակ, եթե դուք նախատեսում եք ճամփորդել արտերկրում, ապա դրամաբանական կլինի արտաշուտով ավանդ ներդնել։ Սակայն եթե դուք աշխատում եք Հայաստանում եւ ձեր հիմնական ծախսերը, եկամուտները գեներացվում են այստեղ, ապա դրամային ավանդները միանշանակ ավելի նպատակահարմար են։ Դրամը վերջին տարիներին բավականին կայուն արժույթ է դարձել եւ ապահովել է իր դիրքը մնացած արժույթների նկատմամբ։ Բացի այդ, դրամային ավանդները ունեն բարձր եկամտաբերություն համեմատած արտարժույթով ավանդների հետ։ Այս ամենից զատ ես խորհուրդ կտամ մշտապես հետևել բանկի հատուկ առաջարկներին, որոնք կարճաժամկետ են։ Այս պահին 9-ից 11 ամիս ժամկետի համար առաջարկում ենք 3% եվրոյով ներդրվող ավանդների համար։ Սա բացառիկ առաջարկ է եւ իսկապես մրցակցային է, հետեւաբար անկախ սպառման կառուցվածքից ձեր նպատակներից խորհուրդ կտամ անպայման օգտվել առաջարկից։ Իսկ ուսումն ու ճամփորդությունը շատ կարևոր է մեր բոլորիս կյանքում։ Բոլորիս կյանքում։ Մայնե, ինչպես է օգնում ինձ ավանդը իմ երկարաժամկետ նպատակներին հասնելու համար։ Ավանդը պարզապես փողի կուտակումը չէ, այն ձեր երազանքների իրականացման ճանապարհային քարտեզն է։ Ավանդ ներդնելով դուք կառուցում եք մի կապիտալ, որը իր մեջ կրում է ձեր նպատակները։ Դա կլինի տան ձեռքբերում, նոր բիզնեսի սկիզբ կամ պարզապես ֆինանսական անկախության ձեռքբերում։ Ինչպես գրքերում է ասվում, ձեր ամեն խնայած գումարը ավելի է մոտեցնում ձեզ ձեր երազանքներին, ձեր երազած կյանքին։ Եվ այստեղ կարևորը իսկապես այն վարքագիծն է, այն սովորություններն են, որոնք դուք կձևավորեք ամեն օր խնայողություններ կատարելով։ Եվ փոխվում է նաև մարդկանց հոգեբանությունը։ Ես աշխատում եմ գումար վաստակելու համար հոգեբանությունից, մոտեցումից դեպի գումարը աշխատում է ինձ համար գիտակցում։ Հրաշալի ձևակերպում էր Մարինե, եւ իսկապես մեր բոլորիս կյանքում այդ նպատակներն ու երազանքները շատ են։ Ինչ է լինում, երբ տոկոսադրույքները փոխվում են։ Արդյոք իմ տոկոսը պահպանվում է։ Ինչպես նշեցի, ավանդները ունեն հաստատուն տոկոսադրույք, այսինքն պայմանագրով ֆիքսված ժամկետում ձեր ավանդի տոկոսադրույքները մնում են անփոփոխ։ Անկախ նրանից, թե բանկը ինչպես կփոփոխի ավանդի տոկոսադրույքները, դուք պայմանագրով սահմանված պայմաններով սակագներով ստանալու եք ձեր կանխատեսվելիք եկամուտները։ Հետևաբար փոփոխությունները չեն անդրադառնում արդեն իսկ կնքված պայմանագրերի վրա։ Մնում է անփոփոխ։ Այո։ Ինչ փոքր մանրուքներ կան, որ կարող եմ անտեսել եւ հետո շատ զղջալ։ Իրականում վերջին տարիներին ֆինանսական համակարգի վերահսկողությունը այնպիսին է դարձել, որ բոլոր կարևոր պայմանները, տոկոսադրույք, ժամկետ եւ այլն գրվում են բավականին մեծ տառաչափով։ Հետևաբար ոչ մի փոքր տառաչափեր չկան։ Կարևոր պայմանների շուրջ իսկապես չկան եւ ֆինանսական խորհրդատվությունը կայանում է նրանում, որ լավագույնս բացահայտի հաճախորդի կարիքները։ Մենք խոսեցինք ճկուն ավանդատեսակից, որը տալիս էր պակասեցման հնարավորություն, կൂട്ടակային տեսակից, որի ժամանակ դու կարող եք պարբերաբար գումար կուտակել եւ այս ամենը նրա մասին է, որ հաճախորդի պահանջմունքները լավագույնս բացահայտում ենք, որպեսզի հետագայում զղջման առիթներ չլինեն։ Այնուամենայնիվ կան որոշակի կետեր, որոնց կարելի է ուշադրություն դարձնել ավանդային պայմանագիրը կնքելիս։ Մասնավորապես ավանդի ավտոմատ երկարաձգման պայմանները, ավանդի խզման պայմանները եւ առհասարակ ավանդի համալրման հնարավորությունը, պակասեցման հնարավորությունը, սրանք բոլորը գործիքներ են, որոնք հետագայում դուք օգտագործելու եք ձեր որոշումները կայացնելու համար։ Այսինքն ավանդը կարող է փոխել ոչ միայն իմ ֆինանսական վիճակը, այլ նաև իմ վերաբերմունքը գումարի հանդեպ։ Այո,
Ինչպես ասում է Morgan Housel-ը իր փողի փիլիսոփայությունը գրքում, ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու բանալին ոչ թե թվաբանությունն է, այլ վարքագիծը։ Ավանդը իսկապես ստեղծում է ֆինանսական գրագիտություն, ֆինանսական կարգապահություն եւ թույլ է տալիս միջոցները տնօրինել ցանկացած պահի շնորհիվ մեր Ineco Mobile-ի։ Այստեղ դուք ամենաթանկ ռեսուրսը ժամանակն եք տնօրինում, քանի որ բանկ չեք այցելում։ Գործարքները հաստատվում են վայրկյանապես, թույլ տալով միաժամանակ ցանկացած պահի զգալ, որ դուք եք տնօրինում ձեր միջոցները։ Ամփոփելով կարող եմ ասել, որ խնայելու գաղտնիքը պարբերաբար խնայողություններ կատարելու մեջ է։ Փոքր, սակայն կայուն եկամուտներ, որոնք կձևավորեն ձեր հետագայի նպատակների իրագործման ճանապարհը։ Հրաշալի է, շնորհակալություն Մարինե մանրամասն ներկայացնելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։